բրոնզի հետ կապված հարցերը։ Այն տվյալները, որոնք հիմք են հանդիսացել ընտրությունները այդ երկու տեղամասերում անվավեր ճանաչելու։ Այդ տվյալները ձեզ հայտնի են եղել մինչև հաշվարկը ամփոփելը, թե դրանից հետո։ Որ հաշվարկը նկատում եք։ Տեսեք, հաշվարկ է իրականացվել, որի արդյունքում նախնական արդյունքները թե վերջնական արդյունքները։ Կապ չունի։ Չէ, ես ցանկացած հաշվարկ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է խորհրդարան։ Նման երբ որ որոշումը ամսի 11-ին երբ որ նման որոշում կայացրել ենք, մենք նման հաշվարկ չենք տիրապետել եւ որևէ մեկը չէր կարող տիրապետել, որովհետեւ ըստ էության այդ ժամանակ ընթանում էին վերահաշվարկի գործընթացները եւ ճշգրտումների, այսինքն նույն այդ արձանագրությունները, որոնք որ 2005 արձանագրությունները գտնում են կենտրոնական ընտրական հանձնարարում եւ մեկ առ մեկ ճշգրտվում են, այսինքն այդ ժամանակ նման ամփոփ տվյալ չի եղել ոչ միայն մեր մոտ, այլ նաեւ որևէ այլ տեղում։ Եղել է նախնական քվեարկության արդյունքներ, որոնցով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հաղթահարել մի պակասումներ եւ ունեինք արդեն սկսված ընթացքի մեջ գտնվող վերահաշվարկ, որը որ ողջ հանրապետությունը ընթանում զուգահեռ, այսինքն չէր կարող այդ պահին լինել որևէ ամփոփ տվյալ։ Չէ, ամփոփ նայեք, շատ պարզ հարցն եմ, էլի, բոլոր տեղերում ընտրությունը ասենք ավարտվեցին 7 ամսի, ճիշտ է։ Հետո սկսեց հաշվարկը։ Մի օր գիշերվա քանիսին բրծավ ու ունեք որոշակի պատկեր։ Այ մինչև այդ պատկերը ունեն, որ ասենք հայտարարվում է, չէ, հեռուստացույցով այս ձայների հաշվարկը գնում է։ Պարզ է, չէ։ Այդ ընթացքում, երբ որ մուտքագրվեց, ասենք բոլոր 100% ձայները, հենց այս պահին, դուք այն տվյալները, որոնց հիման վրա անվավեր ճանաչվեց այս երկու տեղամասերը, կար ձեր մոտ, թե չէ։ Խաչատրյան, դուք նկատում եք ընտրախախտումների տվյալները։ Զինվորների մասնակցության ամբողջ պատկերով ոչ։ Այսինքն տեղի ունեցածը, թե ինչա, այսպես ասած, ամբողջությամբ ինչա տեղի ունեցել, ոչ։ Մենք ամբողջական պատկերը մեր համար ձևավորել ենք ըստ էության 5-շաբթի օրը։ Լավ, այսինքն երբ որ բոլոր նյութերը արդեն հավաքել ենք, երբ որ մեզ համար ակնհայտ է 5 շաբթին ամսի քանիսն է նա ասել։ 11-ը։ 11-ը։ Սրա հետ կապված վերջին։ Այսինքն որոշում կայացնելու օրը, երբ որ մեր համար արդեն ակնհայտ դարձավ, որ ընտրատարածքները իրենք, այսպես ասած, գնահատում են, որ ամեն ինչ նորմալ է, իրենք այդ փաստին չեն անդրադառնում։ Տեսեք, դուք կներեք հարգելի կողմեր, հետո դուք բան Վարդան հազարներով։ Նայեք, նշեցիք սրա հետ կապված խախտումներ, որ եղել են, բայց դրանք էական դարձնող տվյալները հետո են եկել, ես տենց հասկացա։ Պլյուս առիթի տեսակետից նշեցիք, որ որ հանրային պահանջ առաջացավ, նոր սկսեցինք ավելի խորը ուսումնասիրել։ Ճիշտ եմ այդքան հետևել, որտեղ գրել եմ, որպեսզի մենք իրադարձությունների հաջորդականությունը հստակ պատկերացնենք։ Երբ որ մենք ամսի 7-ին, 8-ին քվեարկության գործընթացը ամփոփում էինք, ասես անդադար ռեժիմում, այսինքն 24/7 ռեժիմ, այդ ռեժիմում երբ որ մենք ամփոփում էինք, այդ ժամանակ մենք կոնկրետ տեղամասի խնդիրները մանրամասնություններով չէինք կարող ունենալ, չունեինք եւ ավելին այդ ժամանակ մենք զբաղված էինք ընտրությունները ամփոփելու, այսինքն նկատում եմ այդ գործընթացով։ Սա ես նաև ասում եմ ի պատասխան, որ այստեղ հնչում է հայտարարություն, որ այդ չգիտեմ
ինչ որ ժամի ասուլիս է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից սկսած մինչև բոլոր աշխատողները այդ ժամանակ ոչ ասուլիս, ոչ հարցազրույց, որևէ այսպես ասած լրահոսի հետևելու այդպես հնարավորություն չեն ունեցել եւ մենք այդ ժամանակ միակ այսպես կարող եմ ասել, որ եթե մամուլում եղել է դա ուղղակի մոնիտորինգով, եթե խախտման մասին ինչ որ, չգիտեմ, կամ իրավիճակային կենտրոնով կամ մոնիտորինգով խախտման մասին ինչ որ տեղեկություն ա եղել, ընդհանրապես դա է ուղղակի փոխանցվել իրավիճակային կենտրոնին, որպեսզի գնան այդ խախտման հետևից։ Շնորհակալություն, ես ուղղակի իմ մոտ ինչ եմ արձանագրել, որ կային ահազանգեր, ուղղակի մենք ամփոփումից հետո տեսանք, որ կա հանրային պահանջ, ուսում մի անգամ էլ ստուգեցինք դա այդ տվյալները։ Իմ հարցը ստամ էլի։ Ահազանգ եղել է որ զինվորները քվեարկել են։ Պարոն Նովակյան, սպասեք ավարտի հարցը։ Հարցս հետևյալն է։ Այդ հանրային պահանջը օգտագործել եք էլի այդ եզրույթը, ինձ միայն դա է հետաքրքիր։ Այդ հանրային պահանջի արկայությունը ո՞նց եք չափում։ Եվ երկրորդ, արդյոք մինչ այդ ձեր չափման գործիքներով չափված չկար այդ հանրային պահանջը ինչև է։ Ես չեմ հիշում, բայց նույն քաղաքական ուժերից դիմողներից եղել են նաև այդ կոնկրետ տեղամասերի հետ կապված հայտարարություններ, որոնք ընդհանուր ընտրությունների այսպես ասած վրա են տարածվել, այսինքն խնդիրը, խախտումը, եւ դա ամսի կամ 8-ին կամ 9-ին է եղել։ Նկատի ունեմ, որ երբ որ մենք ընտրությունների այս ամփոփման, այսինքն այդ անդադար ամփոփման փուլից փուլ ավարտել ենք եւ սկսել ենք գնահատել, թե տեղի ունեցած խախտումները, այդ խախտումներ են տեղի ունեցել, բայց որ խախտման վերաբերյալ ինչ կա, այդ ժամանակ արդեն ակնհայտ է դարձել, որ այս 3 տեղամասի նկատի ունեմ զինվորների քվեարկության 3 տեղամասի հետ կապված կա շատ լուրջ դժգոհություններ, մեղադրանքներ եւ այդտեղա որ արդեն ամսի 9-ից մենք սկսել ենք հետաքրքրվել, փորձել հասկանալ թե ինչա տեղի ունեցել։ Հասկացա, պարոն Նովակյան։ Վերջի հարցս ընդհանրապես էլի ձեզ ուղղված, տեսեք, որպես սահմանադրական մարմնի ղեկավարի եմ հարցը տալիս։ Արդյոք սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը ընտրելու, քվեարկելու կարող է կախվածության մեջ գտնվել քվեարկության հնարավոր արդյունքից։ Արդյունք, որը ձևավորվում է այլ մարդկանց քվեների արդյունքում։ Քվեարկելու իրավունքի կախվածությունը քվեարկության արդյունքի հետ ոչ։ Գոյություն ոչ, քվեարկության իրավունքի իրացումը կարող է կախվածություն ունենալ միայն ազատ արդար քվեարկելու հնարավորություն ունենալ։ Այսինքն իրավունքը միշտ գոյություն ունի։ Իրավունքը միշտ գոյություն ունի, գոյազրկվել։ Իրավունքը գոյություն ունի եւ այդ իրավունքը պիտի հնարավոր լինի ազատ արդար պայմաններում իրացնելու, այսինքն բացառելու, որ քաղաքացու ընտրողի կամքը չաղճատվի։ Շնորհակալ չուղղորդվի։ Շնորհակալ։ Ավարտեցիք, պարոն Խաչատուրյան, պարոն Վաղրշյան, խնդրեմ ձեր հարցերը։